Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնուն Սրբո ամեն։ Դյարն մերո Հիսուսի Քրիստոսի ծննդյան եւ Աստվածահայտնության դոնին արիթով մեծիտանն գիլիգյո գաթողիկոսության Անտիլիասի մայրավանքեն մեր աշխարհասփյուր ժողովրդի զավակներուն գսեմ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ Քրիստոսի ծնունդով ու հայտնությամբ վերանորոգված Անտիլիասի մայրավանքեն եղբայրական չերմ սիրով գողջունենք մեր հոգևոր եղբայրն ու ամենայն հայոց գաթողիկոսը նորին սուրբ օծություն դեր քարեքին երկրորդ գաթողիկոս եղբայրական սիրով գողջունենք Երուսաղեմի հայոց պատրիարք դեր Նուրհան arciepiskopos եւ Կոստանդնուպոլսո հայոց պատրիարք դեր Սահակ arciepiskopos իրենց մաղթելով եկեղեցաշեն ծառայությամբ լեցուն երկար քահագալություն հայրական չերմ սիրով գողջունենք մեր սուրբ աթորին թեմագալ առաջնորդ սրբազանները իրենց գլխավորած ազգային իշխանությունները մեր հոգևոր թասը մեր կյանքներս ծառայող մեր գրթական մշակութային բարեսիրական եւ ազգային կառույցները իրենց մաղթելով երկար դարիներու ծառայություն մեր ժողովրդին եւ մեր եկեղեցվո սիրելի ժողովուրդ հայոց Թարեր առաջ Պետղեհեմ քաղաքի մեկ խոնար մսուրի մեջ տեղի ունեցավ մարդկային պատմության մեծագույն հրաշքը մարդկային կյանքին մեծագույն խորհուրդը շարականին բարերով խորհուրդ մեծ եւ սքանչելի երկինքը երգիր իջավ որբեսի երկնքեն հեռացած երգիրը վերստին մոտեցնե երկնքին Աստված մարդացավ որբեսի աստուծմե հեռացած մարդը վերստին մոտեցնե աստուծո աստուծո եւ մարդուն առաջին հանդիպումը դեղի ունեցած էր Եթեմ տրախտի մեջ նույն տրախտին մեջ նաեւ մարդը հեռացավ աստուծմե որովհետև հավատարիմ չեղավ իր աստվածային պատկերին
հավատարիմ չեղավ Աստուծո կողմէ իրեն դրված երկնային գոչումին, մեղանչեց եւ վտարվեցավ տրախտեն։ Ահավասիկ թարեր հետո Փեթրեհեմի մսուրի մեջ դեղի գունենար Աստուծո եւ մարդուն երկրորդ հանդիպումը, Աստված գուքար մարդուն, գմոդենար մարդուն, որովհետեւ վերամարդացնե մարդը։ Փեթրեհեմը ծնունդ է Աստուծո որդուն, Փեթրեհեմը նաև վերածնունդն է Քրիստոսով նոր մարդուն։ Փեթրեհեմի մեջ Աստված ու մարդ գմոդենան իրարու, Աստուծո նախասերնությամբ, Աստուծո միածին որդին մարդկային հնություն կստանա, ինչպես մեր հավանական ուսուցումներու մեջ գշեշտենք, Աստված մնալով հանդերձ գադարյալ Աստված գյուրացնե մարդկային գադարյալ փնությունը բացի մեղքեն եւ այսպես Փեթրեհեմի մեջ մարդկության կներկայանա Աստվածամարդը մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Ահա թե ինչու Փեթրեհեմը Աստուծո ու մարդուն հանդիպումն է, ինչպես մարդ հեռացած էր Աստուծմե ու մեղանչած, նույնպես ինչպես մենք կգարթանք նոր գդագարանի մեջ, նաև ոչ ստեղծագործությունը աբականած էր և հեռացած Աստուծմե։ Քրիստոսի ծնունդով աբականությունը մեղքը կհեռանա մարդեն, նաև ողջ ստեղծագործութենեն։ Փեթրեհեմով կսկսի պատմության նոր ընթացքը։ Փեթրեհեմը մարդկային պատմության մեջ նոր մարդու ծնունդն է և նոր մարդով գերդվելիք պատմության սկիզբը։ Այո, Փեթրեհեմով մարդը վերստին ծնավ, ոչ միայն սովորական իմաստով վերանորոգվեցավ, այլ նոր մարդ դարձավ։ Պողոս առաքյալ իր թուղթերու մեջ հաճախակի երբով գշեշտե ըսելով, նոր մարդ եղեք, նոր մարդ կլանք, երբ թարնանք Փեթրեհեմին, նոր մարդ կլանք, երբ Փեթրեհեմի մեջ մարդկության ներկայացած և մարդկության փրկիչը լալու կոչված Քրիստոսին հետևինք, նոր մարդ կլանք, երբ Քրիստոսի պատվիրանին հետևելով խաչը մերուսին, այլ խոսքով Քրիստոսի ուսուցումները, արժեքները, պատվիրանները կործածվելով, ապրինք մեր կյանքը։ Այո, Փեթրեհեմով կսկսի պատմության նոր ընթացքը։ Փեթրեհեմը մարդու փրկության նոր ընթացքին ծնունդն է, մարդու
Հրգության ճանապարհը կփածվի ամբողջ աշխարհին դիմաց եւ ամբողջ հրգության ճանապարհեն պիտի քալե ուզեք քալել պետք է ապրի Քրիստոսի ներկայությունը դարձյալ ինչպես Պողոս առաքյալ գսե ես չէ որ գաբրիմ մարդը ֆիզիկական անիմաստ աննպատակ ներկայություն է երբ իր մեջ Քրիստոս չաբրիր առաքյալը գսե Քրիստոսն է որ իմ մեջս կաբրի Բեթղեհեմը սիրելի հավատացյալներ եկերքնեմ Աստուծո էջքն է երգիր և մարդուն բարձրացումը մեր եկեղեցվո հայրերուն փարով մարդուն աստվածացումը այսինքն բարձրացումը երգինք մարդուն մեջ ապականած Աստուծո պատկերին վերականգնումն է Աստուծո նմանության վերահաստատումն է այլ խոսքով նոր մարդու ծնունդը հետևաբար քրիստոնյա ըլլալ կնշանակե նոր մարդ ըլլալու ուխտը կատարած ըլլալ մենք սովորական իմաստով քրիստոնյա պետք չէ ըլլանք քրիստոնեությունը բիդակ չէ քրիստոնեությունը ժառանգական գապ չէ քրիստոնեությունը ըստ Քրիստոս ապրիլ է քրիստոնեությունը Բեթղեհեմի խորհուրդը ու պատգամը մեր անհատական թե հավաքական կյանքի մեջ կյանքի վերածել է այսօր Աստուծո որդուն ծննդյան ու աստվածահայտնության դոնին եկեք դարձյալ ու միշտ դառնանք Բեթղեհեմին այն խոր հավատքով որ Բեթղեհեմի մեջ ծնած Աստուծո որդուն ծնունդով մենք վերածնանք նոր մարդ դարձանք լսենք առաքյալին պատգամը որ գսե նոր մարդ եղեք նոր մարդ ըլլանք որպես մգրդությամբ Քրիստոսին ետևենք քալելու խաչը մեր ուսին հավատալով Քրիստոսին հավատալով Բեթղեհեմի խորհրդին ու պատգամին սիրելի հայորդիներ այս օրերում մանավանդ երբ ամեն դեր շրջապատված ենք տեսակ երևույթներով մտածելակերպերով կենցաղակերպերով որոնք մեր կյանքեն կփորձեն հեռացնել Բեթղեհեմի խորհուրդը ու պատգամը մենք դարեր շարունակ մեր կյանքով մեր արյունով մեր վկայությամբ ու նահատակությամբ հավատարիմ գտնվեցանք Բեթղեհեմի խորհրդին ու պատգամին այսօր Քրիստոսի ծնունդը դոնել կնշանակե վերադառնալ մեր ուխտը մեր հավատարմությունը մեր գոչումը քալելու Քրիստոսին ետևեն Քրիստոսով նոր մարդ դարձած ըլլալու խոր գիտակցությամբ և հավատարմությամբ այն արժեքներուն, սկզբունքներուն ու ճշմարտություններուն
որոնց քարոզիչը դարձավ նույնիսկ իր խաչով եւ հարությամբ մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Գաղութեմ արփարսյան Աստված, որ Աստուծո որդուն ծնունդը եւ Աստվածահայտնությունը մեր ժողովրդին կյանքը լեցնե երկնային բարիքներով եւ աստվածային օրհնությամբ մեր կյանքեն հեռացնելով ամեն տեսակ չար ու չարիք եւ մեր ժողովուրդը առաջնորդելով դեպի Քրիստոսով սկսած երկնային թագավորություն այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն